Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Ուզում եմ դիմեմ բոլորին։ Նախ ուզում եմ, այսինքն բոլոր այն մարդկանց, ովքեր որ ցավում են, մտածում են եւ մտահոգված են Վարդան Ղուկասյանի ճակատագրով։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր որ ինչ-որ մի կերպ փորձում են աջակցել Վարդան Ղուկասյանին։ Ամենակարևորագույն երկու հայտարարությունները կապված Գյումրիի հետ մեծ անձնապատկարից դուրս գալը, դա եղել է իմ որոշումը եւ ելնելով իմ որոշումից դոկ կուսակցությունը հետնահանջ է դրել իր քայլը եւ որոշել է եւ կատարել է իմ որոշումը հետ կանգնելով Գյումրիի ավականու ընտրություններից։ Ինչի ոնց իմալն այդ բոլորի պատասխանը գիտեմ ես։ Նորից եմ կրկնում, դա իմ որոշումն է եղել։ Երկրորդ, ես հետևյալ եմ, որ ինձ փոխանցեցին ավելի շուտ, որ իրականացում դրամահավաքներ, չգիտեմ, տարբեր մարդիկ են երեքներ ունենում, դիտումներ ապահովում, տարբեր հայտարարություններ անում եւ այլն։ Ասած դրամահավաքության հետ Վարդան Ղուկասյանի փաստաբանական խմբերի բոլորի գումարները վճարված են առանց որևիցե մի արտաքին օգնության, այսինքն դրամահավաքի։ Սա մեկ։ Ինչ էստեղ քերակատարողական հիմնարկում որտեղից գտնվում է, գումար անհրաժեշտ չի։ Սա երկուս։ Միակ խնդրանքս այն հայերից, որոնք որ բնակվում են Միացյալ Նահանգներում, Կալիֆոռնիա, Նևադա եւ այսպես ասած մոտ նահանգներում հոգ տանել իմ մոր Սուսաննա Ղազարյանի առողջության մասին։ Ուրիշ ոչինչի կարիք, բացի արդարությունից, այս պայծառությամբ ես չունեմ։ Ես մարտական եմ տրամադրված, իմ մարտական ոգին տեղում է, իմ գործը արդար է, ինձանից է կախված ողջ հայ ժողովրդի Հայաստանի ճակատագիրը, Հայաստանի կողմից Ամերիկային ուղղված քրեական մեղադրանքները բոլորը շինծու եւ հնարավորի են, իմ փաստաբանական խումբը իր առաջ ունի դրանց խնդիր, դա ապացուցելու եւ դա կապացուցվի։ Այն մարդիկ, ովքեր ընկած են հիմա ժամանակավոր էйֆորիայի մեջ, ուզում եմ ասեմ, որ դա ժամանակավոր է, ոչինչ, մի քիչ էլ ուրախացեք։ Իսկ շրջաններում է դրամահավաքներին եւ այլն, նորից եմ կրկնում, ոչ մի դրամահավաքից ես տեղյակ չեմ, ոչ մի դրամահավաքից ես չեմ օգտվում եւ խնդրած կլինեմ դրամահավաքներ անելիք դուրս, չգիտեմ, Ռուսաստանի տարածքում, Եվրոպայի տարածքում քրականացնել, որովհետեւ եւ չհաշվելով մենք չի եկել գումարներ ուրակնում, ինձ որ հաստատ բան չի եկել։ Ոչ ինձ, ոչ իմ փաստաբաներին եւ ոչ էլ մենք հնարավորություն ունենք այս փուլում։ Միակ բանը, որից որ ես խնդրում եմ ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին, հոգ տանել իմ ծնողի մասին։ Եթե իմանամ իմ ծնողը գտնվում է ապահով ձեռքերում, ինձ համար այստեղ գտնվելը այսպես ասած չի կրի ծանր բարոյ հոգեբանական տրավմա ինձ համար։ Դա է։ Մնացած եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլորին այն լայք տնողից մինչև դատարան եկած ասած բոլոր քաղաքացիներին։ Ես չի սպասում նման արձագանք, որ կարող է տասնյակներով մարդիկ գալ եւ առավոտ բալուսանա դատարանի առաջ աջակցություն ինձ անել ցույց։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ այդ մարդկանցից, շնորհակալ եմ իմ բոլոր աջակիցներից։ Մենք արդարության ճանապարհի վրա ենք եւ շուտ է ուշ մենք կհասնենք դրան։ Հարգանքներով ձեր Վարդան Ղուկասյան։ Վարդան Ղուկասյանը խոսել է իր կուսակցության հետ, ինչ է ասել նա։ Եվ ինչ է սպասվում նման գործով ձերբակալվածներին ըստ Միացյալ Նահանգների օրենսդրությամբ։ Նախ սկսենք նրանից, որ դոկ կուսակցությունը քիչ առաջ տարածեց հետևյալ հայտարարությունը։ Սա լսենք եւ շարունակենք։ Հարգելի հետորդներ, վերջին շրջանում որոշ մարդիկ փորձում են շահարկել Վարդան Ղուկասյանի անունը, պարակտելով դոկ կուսակցությունը վարկաբեկելով նրա նախագահին։
Նրանք հատել են բոլոր սահմանները, առաջնորդվելով անձնական շահերով։ Հստակ նշում ենք. Վարդան Ղուկասյանն ամեն ինչից տեղյակ է, առանց նրա հետ խորհրդակցելու մենք որևէ որոշում չենք կայացնում։ Մեր բոլոր քայլերը համաձայնեցված են նրա հետ։ Շուտով նա ուղիղ եթերում կպատասխանի բոլոր հարցերին։ Մենք էլ կբացենք բոլոր փակագծերը, որպեսզի վերջնականապես պարզ դառնա իրականությունը։ Նրանք, ովքեր շարունակում են ապատեղեկատվություն տարածել կամ դիտավորյալ անտեսում են այս ուղերձը, պետք է գիտակցեն նրանց փորձերը դատապարտված են ձախողման։ Իսկ նրանք, ովքեր չեն ցանկանում հետել մեր էջին, ազատ են հեռանալու։ Մենք ոչ ոքի չենք ստիպում։ Մնաց ընդամենը 2 օր։ Մի տրվեք սադրանքներին, սպասեք իրական փաստերին։ Ըստ այս հայտարարության կարելի է եզրակացնել, որ մարտի 10-ին, այսինքն 2 օրից լինելու է վճռորոշ դատ։ Նրանք հույսով են, որ Վարդան Ղուկասյանը կարող է ազատ արձակվել։ Սակայն ինչ են թելադրում Միացյալ Նահանգների օրենքները, կարևորը սա է, քանի որ Ղուկասյանի ճակատագիրը կախված է նրա դատավորից։ Եթե նա ձերբակալվեր որպես ուղղակի միգրանտ, դա շատ ծանր չէր լինի, եւ հնարավոր կլիներ փաստաբանների միջոցով պայքարել եւ մնալ Միացյալ Նահանգներում։ Սակայն կա Հայաստանից ուղարկման արտահանձնման պահանջ, կան հարուցված քրեական գործեր, եւ իհարկե Վարդան Ղուկասյանի վրա շատ մեծ ճնշում են գործադրում իր իսկ եթերները, որտեղ կան սպառնալիքներ, հայհոյանքներ եւ սենսացիոն հայտարարություններ, որը ծանրացնում է նրա վիճակը։ Իհարկե դատավորը ամեն ինչ հետաքննելու է։ Թարգմանելու են իր մի քանի եթեր եւ լսեն, հասկանալու համար, դա խոսքի ազատությունը, թե վիավորանք այլ անձանց հանդեպ։ Միացյալ Նահանգներում խոսքի ազատություն է, բայց իհարկե ոչ այս աստիճանը։ Վարդան Ղուկասյանի հայհոյանքները նրան տվեցին հանրաճանաչություն, բայց միևնույն ժամանակ նա հիմա դատարանում է հենց դրանց պատճառով։ Իսկ ինչ է լինում նման դեպքերում, մեր հարցին կպատասխանի արհեստական բանականություն։ Վարդան Ղուկասյանի գործը ԱՄՆ-ում կանցնի մի քանի փուլերով, քանի որ նրան մեղադրում են 2 տարբեր ուղղություններով՝ միգրացիոն խախտումների համար ԱՄՆ-ում եւ Հայաստանի պահանջով քրեական գործի հիման վրա արտահանձնման հնարավորության հարցով։ 1. Միգրացիոն խախտումների գործը, ԱՄՆ-ի ներքին գործը։ Եթե դատարանը որոշի, որ Ղուկասյանը ապօրինի է մտել կամ կեղծ փաստաթղթերով է գտնվել ԱՄՆ-ում, նրան կարող են արտաքսել։ Սակայն եթե նրա փաստաբանները կարողանան ապացուցել, որ նա քաղաքական հետապնդման է ենթարկվում, Ղուկասյանը կարող է ստանալ ապաստանի հնարավորություն, ինչը կբարդացնի արտաքսումը։ 2. Հայաստանի պահանջով արտահանձնման գործը։ ԱՄՆ դատարանը պետք է որոշի, արդյոք նրան արտահանձնել Հայաստանին։ Եթե դատարանը գտնի, որ մեղադրանքները քաղաքական բնույթ ունեն, նա չի արտահանձնվի։ Եթե որոշեն, որ մեղադրանքները իրավական հիմք ունեն եւ չեն վերաբերում քաղաքական հետապնդմանը, ապա արտահանձնումը կարող է իրականանալ։ 3. Ապաստանի հայտի հնարավորությունը։ Եթե Ղուկասյանը կարողանա ապացուցել, որ Հայաստանում իրեն սպառնում են քաղաքական հետապնդման հիման վրա, ապա նա կարող է դիմել ԱՄՆ-ում ապաստան ստանալու համար։ Այս գործընթացը երկարատ է եւ կարող է տել մի քանի տարի։ 4. Ինչ սպասել առաջիկայում։ Մարտի 10-ին նշանակված նիստում դատարանը կքննարկի ապացույցները, որոնք կարող են ապացուցել նրա նկատմամբ քաղաքական հետապնդումը։ Եթե դատարանը չհաստատի արտահանձնման օրինականությունը, նա կարող է մնալ ԱՄՆ-ում, բայց միգրացիոն կարգավիճակի հարցը դեռ պետք է լուծվի։ Եթե արտահանձնման որոշում կայացվի, Ղուկասյանը կկարողանա բողոքարկել, ինչը կարող է տել ամիսներ կամ տարիներ։ Այս գործը մեծ ուշադրություն է գրավելու հատկապես Սփյուռքի միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, որոնք կարող են ազդել գործընթացի վրա։